մենք դեռ հույս ունենք։ Վաղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ, այնուհետև տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ առաջիկա օրերին իրավապահները գործողությունների են պատրաստվում երկրորդ նախագահի դեմ։ Առավոտ sense դիմակավորված Առավոտյան ժամը 7-ին դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժել են Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան։ Դեպքեվայրից տեսանյութ է հրապարակել նույն խմբակցության մեկ այլ падգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ մնացածին նորից հեսա կանրադառնամ։ Բայց օրինակ այս երևույթը իմ համար անհասկանալի է։ Սա տեղի է ունեցել 3 խորհրդարանում Լևոն Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև կոշտ հարցուպատասխանից հետո։ Փաշինյանն իր խոսքում ըստ էության սպառնացել էր ունեզրկել Քոչարյանին։ Դուք պետք է հատիկ ամեն ինչը պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ ու վարորդային այլ գործողություններ։ Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է սպա Հայկ Մովսիսյանի դին։ Ըստ նախնական տվյալների տեղի ունեցածը ենթադրյալ ինքնասպանություն է։ Սիսիանցի սպան 2 երեխաների հայր էր եւ ընտանիքը շուտով սպասում էր երրորդ զավակի լույս աշխարհ գալուն։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ համակարգացիները Մովսիսյանների ընտանիքը բնութագրում են որպես ավանդապաշտ ու հավատացյալ, իսկ Հայկը, որը վերջերս էր կորցրել քաղցկեղից մահացած ծնողներին, մշտապես մասնակցել էր եկեղեցական պատարակների։ Կատարվածի հստակ դրդապատճառները դեռևս անհայտ են։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տիգրանաշենի հանձնման վտանգներին։ Նա նշել է, որ իշխանությունը նախընտրական շրջանում թաքցրել է իրական մտադրությունները, օգտագործելով տարածքի օպտիմալացում անորոշ տերմինը։ Հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում ենք գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետքա գնայինք բան անենք, համերգների մենակ պետքա գնայինք։ Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի նախագահ Կազիմ Ժոմարթ Տոկաևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ու ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման եւ տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործման շուրջ։ Հոկտեմբերին նախատեսվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան։ Խորհրդարանում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Ըստ պաշտոնական աղբյուրի Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, քննարկել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության համաձայն ԱՄՆ գանձապետարանը մեկնարկել է Իրանի դեմ տնտեսական աննախադեպ ճնշման նոր արշավ, որը ստացել է տնտեսական մեկուսացում անվանումը։ Իրանի էկոնոմիկայի նախարար Մասուդ Մադանիզադեն վստահեցրել է, որ Թեհրանը նախապես կանխատեսել եւ պատրաստվել էր այս զարգացումներին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր, եւ մենք լիովին պատրաստ էինք, որ այս իրադարձությունները տեղի կունենան։ Միաբևեռ աշխարհը ավարտվել է եւ նրանք եւս մեկ անգամ կհամոզվեն դրանում։ Նրանք կտեսնեն, որ ընդհանրապես չեն կարողանա հասնել հաջողության, ասել է նա։ Իսրայելական օդուժը թիրախավորել է Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասի քաղաքացիական ենթակառուցվածքները, ավիահարվածներ հասցնելով տեղի մզկիթին եւ ջրի աղազատման կայանին։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է գիշերային գործողության ընթացքում Համասի էլիտար Նուխբա ստորաբաժանման առնվազն 1 զինյալի սպանության մասին։ Ըստ Թել Ավիվի պաշտոնական հաղորդագրության թիրախավորված անձիկ անմիջական մասնակցություն են ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների հետ։
Բելարուսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տեղի ունեցել գերիների փոխանակում 10-10-ի դիմաց ձևաչափով։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ գործարկված հատուկ մեխանիզմի շնորհիվ հայրենիք են վերադարձել Ուկրաինայի 10 քաղաքացի եւ Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայող։ Լրատվամիջոցների փոխանցմամբ մարդասիրական այս առաքելությունն իրականացվել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանմամբ։ Ավելի վաղ տեղեր ունեցել ավելի մեծ թվով ռազմագերիների փոխանակում, որի արդյունքում հայրենիք էր վերադարձել յուրաքանչյուր կողմից 103 զինծառայող։